Թեմի հետ կապված եթե կարելի է նախ պարզաբանենք, որովհետև կարծես թե Սրբազանի հեռացնելու հարցը դրված էր, այս պահին ինչ զարգացումներ կան։ Ես վերջին օրերիս բազմիցս հասցրել եմ հայտարարել, որ իհարկե յուրաքանչյուր արցախցի, այդ թվում եւ ես, ունենք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին, այնուամենայնիվ կցանկանայի պաշտոնապես հայտարարություն չանել, քանզի դա իմ կարծիքով մեր հայ առաքելական եկեղեցու առաջի հերթին ներքին գործն է եւ մենք սպասում ենք հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշման մոտեցման, որից հետո մենք արդեն իրավասու կլինենք մեր վերաբերմունքը եւ մեր մոտեցումը առաջարկել այդ հարցի լուծմանը։ Ուզում ձեզ հարցնել օրվա այս միջոցառման հետ կապված տարբեր ելույթներ հնչեցին եւ հիմնականում վերադարձի իրավունքի հետ կապված կարծես թե խոսվում է միջազգային ուժերի տեղակայման հնարավորության դեպքում վերադարձի մասին։ Ես կուզեի դուք ասեիք ընդհանուր առմամբ այդ վերադարձի իրավունքը, հավաքական վերադարձի կա հստակ պատկերացում, ինչպես պետք է լինի, եթե նաև դուք եք արձանագրում, որ միջազգային հանրության կողմից չկա այդ օրակարգը առաջ մղելու լուրջ քայլեր եւ գործողություններ։ Բազմաթիվ կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ չկա ընդգծված կողմնորոշություն եւ տվյալ հարցում եւս մենք կարանք ընդամենը նշենք, որ բոլոր միջազգային նորմերի համաձայն Արցախայությունը ունի հավաքական վերադարձի իրավունք։ Ինչ մեխանիզմներ դա իրականացվում է, ինչքան ժամկետներում դա իրականացվի, այլ հարց է, եւ ես ուղղակի այստեղ ուզում եմ բազմիցս նշել վերջերս հնչող տարբեր հայտարարություններին, որ դա վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ուզում եմ ասել, որ մենք շատ իրատեսական ենք մոտենում այդ հարցի լուծմանը եւ նրա փուլային տարբերակներին ու միշտ էլ հաշվի ենք առնում Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները։